ԱՄՆ նախագահը մի կողմից հայտարարում է, որ Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ն հսկայական հաջողություններ ունի եւ այն կավարտվի շատ շուտով, մյուս կողմից զգուշացնում՝ պատերազմը դեռ կշարունակվի։ Պատճառը ըստ Դոնալդ Թրամփի մեկն է՝ ԱՄՆ-ն ցանկանում է վստահ լինել, որ Իրանը դեռ երկար ժամանակ չի կարող միջուկային զենք ստեղծել։ Այս հայտարարությունից առաջ Թրամփը հեռախոսով զրուցել էր Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցը ըստ Կրեմլի տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Ռազմական գործողությունների 11-րդ օրը Սպիտակ տան ղեկավարը նաև սպառնացել է շատ ավելի ուժեղ հարվածել, եթե Իրանը շարունակի խոչընդոտել Հորմուզի նեղուցով Պարսից ծոցից նավթի մատակարարմանը։ Ես թույլ չեմ տա, որ ահաբեկչական ռեժիմը պատանդ պահի աշխարհը եւ փորձի դադարեցնել աշխարհի նավթի մատակարարումը, եւ եթե Իրանը որևէ բան անի դրա համար, նրանց կհարվածենք շատ ավելի ուժեղ, որ նրանք երբեք չեն կարող վերականգնվել, երբեք։ ԱՄՆ նախագահը պնդել է, որ այս օրերին ոչնչացրել են Թեհրանի հրթիռային կարողությունների մեծ մասը, նաև նշել, որ դեռ չի որոշել՝ իմաստ ունի արդյոք Իրանում ցամաքային ռազմական գործողություն սկսել։ New York Post-ին տված հարցազրույցում էլ ասել է, թե գոհ չէ, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ է ընտրվել սպանված առաջնորդի որդին՝ Մոջթաբա Խամենեին, սակայն չի բացահայտել, թե ինչ է մտադիր անել։ Բենյամին Նեթանյահուն էլ հայտարարել է, որ Իսրայելը մեջբերում եմ կոտրում է Իրանի ոսկորները։ Իսրայելի վարչապետի խոսքով իրենք ցանկանում են, որ իրանցիները թոթափեն մեջբերում են բռնապետության լուծը եւ տապալեն իշխանություններին, սակայն դա կախված է նաև իրանցի ժողովրդից։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հերքել է հրթիռային ծրագրի մասին Թրամփի պնդումները, սպառնալով ավելի շատ ու ավելի հզոր հրթիռներ արձակել։ Իրանի ամենաազդեցիկ ռազմական կառույցի տարածած հայտարարությունում նշվում է, որ ոչ թե ԱՄՆ-ն կորոշի, թե երբ կավարտվի պատերազմը, այլ Իրանը, որը նաև թույլ չի տա, որ մեջբերում է 1 լիտր նավթ դուրս գա տարածաշրջանից, եթե հարձակումները շարունակվեն։ Իսկ Իրանի արտգործնախարարը քիչ հավանական է համարել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսումը, նշելով, որ չեն վստահում նրանց։ Աբբաս Արաղչին ասել է, թե փետրվարին Ժնևի հանդիպումների ժամանակ ԱՄՆ-ն վստահեցնում էր, թե չեն հարձակվի, սակայն դրժեց խոստումը։ Չեմ կարծում, որ ամերիկացիների հետ բանակցելու հարցը կրկին օրակարգում կլինի, որովհետև գիտեք, մենք ամերիկացիների հետ բանակցելու շատ դառը փորձ ունենք։ Իրանի կառավարության խոսնակը մինչդեռ ասել է, որ ցանկացած միջնորդություն տեղի կունենա միայն, եթե հրադադար հաստատվի եւ տրվեն հետագայում հարձակումը բացառող երաշխիքներ։ Այս հայտարարություններին զուգահեռ շարունակվում են ռազմական գործողությունները։ Իրանի բանակը հայտարարել է, որ հարվածել է Իսրայելի Հայֆա քաղաքի նավթի եւ գազի վերամշակման գործարանին։ Իսրայելը սա չի մեկնաբանել։ Պաշտոնական տվյալներով միայն վերջին 24 ժամում Իսրայելում 191 մարդ է վիրավորվել իրանական հարվածներից։ Իրանը նաեւ հարվածել է Իրաքի Հարիր ավիաբազայում գտնվող ԱՄՆ բանակի կենտրոնակայանին, Սաուդյան Արաբիայում էլ նավթահանքի։ Բահրեյնում իրանական հարձակման հետևանքով 1 մարդ է սպանվել կամ վիրավորներ։ Իսրայելական 12-րդ ալիքը իր աղբյուրներին հողմանելով հայտնում է, որ Իսրայելը հարվածել է Թեհրանում գտնվող միջուկային լաբորատորիաների։ Իրանը դեռ չի մեկնաբանել։ Իրանական ինքնագործակալության փոխանցմամբ իսրայելական հարվածներից զոհեր եւ վիրավորներ կան Արագ քաղաքում եւ Լորեստան նահանգում։ Փետրվարի 28-ից ի վեր ըստ իրանական աղբյուրների Իրանում առնվազն 1230 մարդ է սպանվել, մոտ 3000-ը վիրավորվել։ Պատերազմի ժամանակ հարձակման ենթարկվելուց հետո Իրանում 9 հիվանդանոց այլևս չի գործում։ Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը հայտնել է, որ իսրայելական ինքնաթիռները գիշերը հարվածել են Իրանի աջակցությունը վայելող Հեզբոլլայի ենթակառուցվածքներին երկրի տարբեր հատվածներում։ Հաղորդվում է նաև հարավում Կատաղի բախումների մասին։ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Հեզբոլլան էլ պնդել է, որ հարվածել է իսրայելական զորքին։ Պաշտոնական տվյալներով Լիբանանում առ այսօր զոհվել է առնվազն 486 մարդ, վիրավորվել 1313-ը։ Ռազմական գործողությունների ֆոնին նավթի գինը շարունակում է աճել, թեև Թրամփի հայտարարություններից հետո մի փոքր նվազել է, տատանվելով $95 սահմաններում։ Մեծ յոթնյակի երկրների էներգետիկայի նախարարներն այսօր հանդիպում են քննարկելու էներգակիրների շուկաներում պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Եգիպտոսում վառելիքի գինը բարձրացել է 30%-ով, Պակիստանը, Թայլանդը, Վիետնամը էներգախնայողության միջոցների են դիմում։